Արամի 72-ից 80 եւ Երկմալյան փողոցների բնակիչները փետրվարի 18-ի ընտրություններից առաջ սպառնում են Սերժ Սարգսյանին։ Ընտրություններին գնալ են կանգնել բոլոր շտաբների դուրը, չեն թողելու ընտրություններին դասը մասնակցել։ Հարամ են կանել, չեն թողելու, խանգարել են ամբողջ ընտրությունները։ Թող լավ իմանա, եթե հարցումություն չտվեց, ամեն ինչի դիմելու են։ Նրանք Սերժ Սարգսյանին հիշեցնում են, որ իշխանությունները մինչև 2012 թվականի նոյեմբեր խոստացել էին իրենց խնդիրը կարգավորել։ Բնակիչների խոսքերով Սերժ Սարգսյանը իրենց հավատ է ներշնչել, քանի որ վստահեցրել է, թե տեղյակ է, որ նրանց բնակարանները վաճառվել են միանգամից 4-5 հոգու։ Մեկ ամիսը նոյեմբերի 2-ից մինչև օրս ոչ մի պատասխան չունենք։ Հիմա մենք նորից եկել ենք նախագահականում, կանգնել ենք, ուզում ենք նստացույցեր անենք, նույնիսկ հացադուլներ ենք անելու։ Մինչև գնանք նստենք մեր տուն։ Շենքն արդեն կառուցվել է եւ ըստ բնակիչների հայտնվել է Ոմն Անդրանիկ Խալոյան եւ տեղեկացրել, թե այդ տարածքը քաղաքապետարանից գնել է եւ շենքն էլ մեխանիկորեն դառնում է իր սեփականությունը։ Ոնց է բացատրում, որ 30-50 հոգի ընտանիք դուսն են մնում, իսկ մի հոգուն տալիս են շենք։ Կոնկրետ ես 6 անչափահաս երեխաների հետ 8 տարի է փողոցում կանգնած եմ եւ ոչ մի բնակարանի համար վարձ չեմ ստանում։ Խաբված բնակիչները խոստանում են ամեն օր բողոքի ակցիա անցկացնել Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ։ Իսկ եթե մինչև փետրվարի 18-ը իրենց խնդիրը չլուծվի, խոստանում են այլ քայլերի դիմել, որոնց մասին այսօր նպատակահարմար չեն գտնում խոսել։ Սուսաննա Պողոսյան, Կարեն Չիլինգարյան, IPF։